Արցախի հանրապետության նախագահն արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի վրան է այցելել, մեկ անգամ եւս հաստատելու, որ աջակցում է արցախցիների հավաքական շահերն ու խնդիրները ներկայացնող խորհրդի բոլոր նախաձեռնություններին։ Աջակցում ենք ձեր բոլոր նախաձեռնություններին եւ որոշումներին։ Մեկ ամսվա կատարած աշխատանքն են նախագահին ներկայացրել խորհրդի անդամները։ Մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ներկայացված 12 կետանոց պահանջագրի որևէ կետի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։ 2 ամիս ժամկետով խոստացված 40,000 դրամը եւս չեն ստանա արցախցիները։ 2-3 օր առաջ ուրեմն հանդիպում ենք ունեցել փոխվարշապետի գրասենյակի պատասխանատուի հետ եւ իրենց կողմից եղել է հետեւյալ պատասխանը, որ եթե վրանը դուք չեք հանում, ապա 2 ամիսը եւս չի երկարաձգվելու։ Ծանր ու դժվար որոշում պիտի կայացնի խորհուրդը։ Իր հերթին Սամվել Շահրամանյանը նշել է, որ Արցախի ներկայացուցչության դռները բաց են նաեւ խորհրդի անդամների համար։ Ես պատրաստ եմ աջակցել, այդ եթե դուք որոշեք տեղափոխվել գրասենյակային պայմաններում աշխատանք իրականացնել, պատրաստ եք նաեւ ներկայացության հնարավորությունները տրամադրել եւ ապահովել ձեր էֆեկտիվ աշխատանք։ Սա որպես առաջարկ կարակունքնիկ եւ հաշվառնիկ ձեր հետագա որոշումները։ Այնուհետև փակ ձևաչափով է շարունակվել հանդիպումը։ Արցախցիների սոցիալական ծանր խնդիրներին ծանոթ է Արցախի վտարանդի կառավարությունը։ Մայր հայրենիքում ապրել շարունակելու համար սոցիալական աջակցությունը կարևոր է։ Սա արդեն փակ հանդիպումից հետո է ընդգծել նախագահ Շահրամանյանը։ Արցախցիները հայտնվել են շատ ծանր եւ դժվար իրավիճակում։ Այո, այդ աջակցությունը դադարեցնելը կնշանակի, որ հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցներում, չեն ունեն հնարավորություն այդ բնակարանները վարձել եւ շարունակել մինիմալ պայմաններում ապրել։ Հայաստանի Հանրապետության կառավարությանը միայն սոցիալական հարցեր չի ներկայացրել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։ Դրանք կարևոր են, բայց գլխավորն ու անկյունաքարայինը վերադարձի իրավունք նորակարգում պահելն է։ Մեր հավաքական վերադարձը դա միջազգային իրավունք է, դա պետք է մնա օրակարգում եւ այո, մենք իրավունք ունենք արժանապատիվ անվտանգ վերադարձ ապահովելու։ Խորհրդի անդամները մեկ ամսվա ընթացքում տարբեր քննարկումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, հանդիպումներ հասարակական ու քաղաքական ուժերի հետ։ Որոշում կայացնողը, սակայն, շարունակում է մնալ Հայաստանի գործադիր իշխանությունը։ Որ մի ամսվա մեջ մենք չենք եկել ինչ-որ կառուցողական բանի, որ ասում եմ պայմանավորվածության կամ ինչ-որ արձանագրելու կամ արձագանքելու այդ հարցերի շուրջ, ուրեմն միջև այսօրվա պահը ոչ մի դրական բան չկա։ Դրա համար էս վրանը ստեղ գտնում է դրա համար, շարունակում է իր պայքարը հենց դրա համար։ Խորհուրդը գրավոր առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որոնք ուղղված են արցախցիների սոցիալական խնդիրները մեղմելուն, սպասում են պատասխանի։ Իրանց կողմից եղել է, որ ներկայացրեք ինչ կետերի շուրջ կամ ինչ բաների շուրջ կոնկրետ քննարկում, մենք դա արդեն ներկայացրել ենք, սպասում ենք այսօր վաղը մոտակա ժամանակները արձագանքի, դրա հիման վրա էլ մենք արդեն կհայտարարենք մենք հետագա անելիքների մասին։ Մեծ են արցախցիների իրենց իրավունքների պաշտպանությունը ստանձնած խորհրդից ունեցած սպասելիքները։ Խնդիրների լուծման ուղիների մասին խորհուրդն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։